Մենք երկու ճամփորդ պատմության երկար ճամփեքի վրա Ինչ ենք մենք փնտրում հազարինց դերհար Այս ճամփի վերջում ինչ կանձ է պահված Մեր ճամփի ամեն քարը գանձն է քո փնտրած սիրելիս Տես երկինքներում ոնց է սավառնում ջերմակ թռչունը Տես ոնց է բացվում շուշանը շքեղ Տես ինչ փայլեր են ծովի մեջ ցոլում Մենք գնում ենք ուր կա սիրո ակունք Երկնային լույսով անցիր Մեկ արջև բացվող ամեն կածանում Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Այդ հաստատ, բան Հովանեսյանից Քրիստոնորեն չկա Զարմացա թե ոնց անցած տարի քեզ դպրոցը չի հեռացել Ճիշտն ասած ես հենց այդպես էլ կվարվեի Ինչ էր արել որ? Էլ չսկսես, հիմա բաներ արել եմ, ամբողջ քաղաքին պետքա պատմեք Էդ ամբողջ քաղաքն էլ ես էի, հա? Լավ, ես գնացի, դուք ձեր դասին նստեք, ես էլ գնամ տերոր մոտ, մի քանի բան ունեմ հարցնելու Երանի քեզ դասը վերջացել եմ Դու ես Երանի տալիս, վաղը Մոսկվա ես գնալու ու մի ամիս մենակ մրցում Դասմաս էլ չկա Լավ, դե գնացի Լավ Ահա այս հատվածը կարդա, ամեն ինչ կհասկանաս։ Արս հերախս չես տեսել Սեղանին էր Սեղաներ, նամում չկա Ուշադին նայի Սում չկա Լավ, սպասիր զանգեմ ձայնով կգտնես Այս բոլորը մեխանիկական շարժման օրինակներ են։ Իսկ ինչ եք հասկանում մարմնի շարժում ասելով։ Չնայած առօրյա դիտումների շնորհիվ որոշակի պատկերացում ունենք մարմինների շարժումից։ Վերստող չկա Բան չեմ հասկանում, ոչ չթրավ, աչքի սրից դրած էր Լավ, պարզ էր Չհասկացա Այսօր առավոտյան էի լիսկավորել, ինչու է նստել Հիմա էլ անասանելի է Ինչ-որ մեկը գողացել է Տեսել է, որ զանգել են ու անջատել է հեռախոսը Բայց ով? Դե, ով էր կողքդ Դու մեկ էլ Նարեկը Էլ? Էլ ոչ մեկ Ծնեջանս նվերն էր Տղեք, հեռախոսը չեք տեսել Որցրել ես, բաներ ես ծուգի Երեխեք աղա հայտ հեռախոսը տեսած ըննեք Չէ, այստեղ չի։ Մի հատ հեռախոսը կտես Բան չհասկացա Ես կարող ես գժվել եմ Հեռախոսը զակ է ունեցել Ալո Նարեկ ջան կներես, կարող է հեռախոսս մոտդ է մնացել Դրել էի սեղանին չկա Վայ,
Սա քո հեռախոսն է, որ ասեմ հավատել չի գա։ Իմը ճիշտ նույն մոդելից է։ Ես է կարծել եմ իմն է, դրել եմ գրպանս ու գնացել։ Ուզում ես դպրոց բերեմ։ Վայ ինչ լավ է։ Չէ, ոչինչ, ես կգամ քեզ մոտ, համ էլ տերորդ տեսում կասեմ։ Նարեկի մոտ է գնացել։ Գնամ շուտ հասցրում։ Ոնց է, ինչու էր վերցրել։ Ինչ է պատահել։ Սխալմամբ Հայկի հեռախոսն եմ վերցրել։ Ես է զարմանում եմ, ասում եմ ինչու է երկու հատ։ Երևի մի լավ անհանգստացել է։ Հաստատ։ Այստեղ է գալիս, ուզում է ձեզ տեսնել։ Տեսնենք։ Օրհնեցեք տերեր։ Աստված։ Հայկ ջան, կներես, սխալմամբ քո հեռախոսն եմ վերցրել։ Ոչինչ Նարեկ ջան, կարևորը չեմ կորցրել։ Ծննդյանս նվերն է։ Տերեր, եկել եմ ձեզ հրաժեշտ տամ, մեկնում եմ շախմատի մրցումների։ Եկես տեսնեմ շախմատիստ։ Հաղթանակով վերադառնաս։ Շնորհակալ եմ տերեր։ Օգնեցեք տերը։ Աստված օր։ Հայկը դրավ։ Հա, առավոտյան դրավ, ինքնաթիռի զանգեց։ Հեռախոսը գտավ։ Հա, ասես Նարեկն էր գողացել։ Լավ է։ Արսեն ինչ ասեց, Հայկը հեռախոսը գտավ։ Հա, ասես Նարեկի մոտ էր, ձեռքից հազիվ էր հետ վերցրել։ Դրան տեսեք, Արմիր կովը կաշին չի փոխում։ Պատկերացնում ես, Հայկի հեռախոսը Նարեկն է գողացել։ Պատկերացնում ես, Հայկի հեռախոսը Նարեկն է գողացել, հազիվ են ձեռքից վերցրել։ Ինչ է եղել։ Պատկերացնում ես, Հայկի հեռախոսը Նարեկն էր գողացել, հազիվ են ձեռքից վերցրել, արդեն ուզում էր վաճառել, փողը մի կերպ վերցրել է։ Ձև էր թափում, իբր կարգին տղա էր դարձել։ Ես դրա ինչ եմ ասել։ Երևի իմ դրամապանակն էլ էր դա գողացել։ Ինչ դու դրամապանակեր ունես։ Չէ, արդեն չունեմ, Նարեկը գողացել է։ Դրանց ոնց ձեռը գնաց գողացավ։ Ես էլի այդ շփվում էի։ Կարգին տղա էր արել։ Ինչ գնով անիճ դեսե վաճառել։ Ախտեն դրվել էից։ Հոզիվ ձեր Այդտեղ չնեք։ Եկավ լավ եք։ Հարուստ տղայք։ Ինչ լավ է 7 հոգով տղեկով։ Նարեկ, արի ուսուցչան։ Արի։ Ինչ տհաճ պատմություններ եմ քո մասին լսում։ Ինչ, բայց քեզանից նման բան չէի սպասում։ Ինչ եմ արել։ Քեզ մեղադրում են գողությունների մեջ։ Ամբողջ դպրոցը դրա մասին է խոսում։ Դու գողացել ես Սևակի դրամապանակը, Աստրիկի սկավառակը եւ Հայկի հեռախոսը, որը փորձել ես վաճառել։ Ինչ։ Ես ոչինչից տեղյակ չեմ։ Ես խանապ Հայկի հեռախոսն եմ վերցրել եւ ես պարտվել եմ իսկույն հետ եմ վերադարձել։ Իսկ մնացածի մասին ես չեմ հասկանում ինչի մասին եք խոսում։ Ես ոչ մի դրամապանակ եւ սկավառակ էլ չեմ տեսել։ Շատ եմ ուզում հավատալ, բայց մյուսները այլ բան են ասում։ Տնօրենն էլ գիտի այդ մասին։ Հարց է բարձրացած, որ քեզ դպրոցից հեռացնեն։ Ինչպես է թե հեռացնում են, Հայկին հարցրեք։ Հայկը քաղաքում չէ։ Փակ։ Ինչ։ Օրհնեցեք Տեր հայր։ Նարեկն է։ Ես ուզում եի ձեզ մի բան Ապեր խոսքի ուժը և միշտ իշել։ Չար զինիցների սովորույթը ճանապարհ է չար գործերի։ Հուսամ, որ չեք ուզի այդ ճանապարհը կասեք դրա մասին, իրավերջին մարդի մասին բան ուսելուց առաջ։ Տեսություն։ Այսօր մի քիչ ուշտուն կգնեմ։ Տեր հայրը ձեզ հետ խոսելու բան ունի։ Տերը, ես ինքն եմ։ Շնորհակալ եմ, նստի։ Կարծում եմ ուշակում եք թե ինչի համար եմ եկել։ Նարեկի մասին է խոսքը։ Ձեզ մի դեպք եմ ուզում պատմել։ Շատ տարիներ առաջ մի կին գալիս է իրենց գյուղի քահանայի մոտ և ասում, Տեր հայր, երբ ես ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բան եմ լսում, առանց ճշտելու,
դա ճշմարտություն է թե ոչ, սկսում եմ տարածել, նույնիսկ ջոխացնելով։ Եվ ասում է, խնդրում եմ ինձ օգնեք, խորհուրդ տվեք։ Քահանան նրան տալիս է խատուտիկի սերմեր, դա գիտեք մոլախոտ է, օգտակար չէ այս բույսը։ Եվ ասում է, սա տար և քո այգում ցանիր։ Կինը պատասխանում է ասելով, որ եթե դա ցանի իր այգում, անպայման կվնասի, կվարակի իր այգին ու նաև հարևաններին։ Քահանան ասում է, քո խոսքերը, այդ որ դու տարածում ես, մոլախոտի պես են, վարակի պես են, դրանք տարածվում են ու փչացնում ամբողջ օրգանիզմը, ամբողջ մարմինը, տվյալ դեպքում հասարակությանը նաև, տվյալ դեպքում նաև ձեր ընկերոջը։ Գիտեք, զգույշ պիտի լինեք ձեր յուրաքանչյուր ասած խոսքի համար, որտեղ խոսքը գնալով տարածվում է, ձնագնդի պես է, երբ գլորում ես, ինքը մեծանում է։ Եվ ձեր դասընկերոջ մասին ասված խոսքը այնքան է մեծացել, այնքան է տարածվել, որ նույնիսկ սպառնում է իրեն։ Դա կարող է պատճառ դառնալ այլ դպրոցից հեռացման։ Ես կարծում եմ, թե դուք արդեն հասկացաք ինչ է ուզում ասել ձեզ, որոշումը ձերն է, դուք որոշեք, թե ինչ է լինելու ձեր հաջորդ քայլը։ Լավ, ասոսորանակ, ես վստահ եմ, որ չեք սխալ։ Աստծո։ Տեր հայր, Նարեկի մասին բոլոր դաշ խոսակցությունները իմ պատճառով են սկսվել։ Անմտածել խոսել եմ ու իմ ասածները վերափոխվել դարձել են մեծ պատմություն։ Լավ է, որ դիտակցում ես, Նարեկից ներողություն խնդրես, իսկ եղերություն ընկերներիդ պատմից։ Լավ, կարծում եմ գլուխն անես։ Օրնեցեք Տեր։ Աստվածով։ Նարեկ, ների, այս ամբողջ խառնաշփոթը իմ պատճառով է սկսվել։ Լավ, անցած լինի։ Դե, առաջարկում եմ գնանք գիտոն ուտելու։ Առաջարկ ընդունված է։ Դե գնաց։